Այդ ինչից եք ենթադրում, որ ես կարամ այդ ձայնագրությանդ կապ ունենամ։ Ոչ թե կարաս, այլ ունես։ Չոք դու խոսալուց առաջ մտածի նոր խոսա, որ հետո քեզ վատ չզգաս։ Հանգիստ տեղի, ես ինձ վատ չեմ զգա։ Ես ասեցի, մնացածը արդեն քո գործն է։ Տիկո, ուզում ես ասես դու կապ չունես այդ առակման հետ։ Ուզում եսը ո՞րն է, ասում ես կապ չունեմ այդ ամեն ինչի հետ։ Շահանազանի դասի ժամանակ էլ ասեցի իմ կարծիքը այդ աննասունությունը անողի վերաբերյալ։ Ու ինձ թվում էր այդ ամեն ինչից հետո sense հարցեր պետքա չլինեին։ Չտես չի կարա լինի, որ դու մի բան ասես, բայց լրիվ ուրիշ բան անես։ Չէ, չի կարա։ Բա որ չի կարա։ Այդ ինչ առակման SMS-ա եկե քեզ այսօր։ Մի րոպե։ Դուք որտեղից գիտեք, որ ինձ SMS ա եկել։ Ինչ կարևոր է որտեղից գիտեմ։ Ասել են, իմացել եմ։ Ինձ հետաքրքիր է ով է ասել։ Այդ արդեն կարևոր չի, Տիկո։ Կարևորը դու հարցից պատասխանես։ Չէ, ինչի, շատ էլ կարևոր է։ Կամ այդ ասողը, որ եկել ասել է, չի ասել այդ ինչ առակման մասին SMS ա եղել։ Ինչ որ ինքը ինձ ասել է, այդքան ինձ լրիվ հերիք է, որ հիմա կանգնեմ քո դեմում ու այսքանը խոսամ։ Չգիտեմ ով է ասել այդ ամեն ինչը, բայց լավ բան չի արել։ Տաղավարի չի բայել իրան։ Ու եթե այդ ամեն ինչ ինքը տեսել է, ինչքան հարց ուներ, պետքա գար ինձ տար, ու սա հարցերի պատասխաններն տեղում լսեր։ Ես եմ տեսել այդ SMS-ը Տիկո։ Շատ պատահական տեսա ու որոշեցի, որ տղեկի հետ պետքա խոսամ, հետո բոլորով քո։ Տղեկին պետքա չասեիր, չոփ, պետքա գայր միանգամից ինձ ասեիր, ու ինչքան հարցեր ունեիր, տայր պատասխաններն էլ տեղում լսեիր, որ հիմա ոչ ես, ոչ դու, ոչ էլ Միշոն, ոչ Դավոն, անիմաստ ժամանակի կորուստ չունենայինք։ Իսկ հիմա այս կներեք պետքա գնամ գործերում։ Մի րոպե ուր ես գնում, բան ենք խոսում հետը, Տիկո։ Հարցեր կան, որոնց դու հələ չես պատասխանել։ Ես առաջարկում եմ ձև տանք, որ այս խոսակցությունը չենք էլ սկսել, որ հետո ճիշտն իմանալուց թե շատ վատ չզգաք։ Իսկ այդ SMS-ի պահը, որ տենց բուրըն հարցեր է քո մեջ առաջացրել Միշո, հերոման մի արի, որ մոտիկ գտնես։ Այսինքն Ես ավելացնելու բան չունեմ, ու նորից եմ կրկնում։ Ես կապ չունեմ Մարի ու Արևշատյանի հետ կապված այդ պատմության հետ։ դե հələ ցույց տու այդ SMS-ը տենեմ։ Չեմ կարա, ջնջել եմ։ Ձեր ես առնում դու ինձ, Տիկո։ Համ ես պիտի հավատամ այդ քո ասածին։ Ուզում ես հավատա, ուզում ես չէ, ես իմ ասելուն ասեցի, ու էլ ասելու բան չունեմ։ Չնայած չէ, ունեմ։ Մարին էս աշխարհում վերջին մարդն է, ում ես կանեղացնեմ Միշո։ Սխալ տեղ ես ման գալիս Մարին նեղացնողին։ Սյանին էս ասեց գնաց, էլի։ Ես սրան գիտես ինչ եմ անելու արա։ Հանգստացի Միշո։ Անիմաստ կռիվանալ հիմա պետք չի։ Դու հիմա շատ ես տրամադրված Տիկոյի հանդեպ։ Ու չես կարող սառը դատես։ Իսկ ես Միշոյի նման եմ մտածում։ Ես մտածում եմ, որ ինքը կարա կեղտոտ խաղեր խաղա, հետո ձևացնի, որ չգիտի ոչ մի բան։ Անի ինչքան ուզում ա թո ձև բռնի է։ Մեկը այս դրան վաղ թե ուշ ջրի երես եմ հանելու։ Հա, հենց որ հանես, նորից խոսակցությունը մենք կշարունակենք։ Իսկ հիմա մենք ոչ կարանք ապացուցենք, ոչ էլ ինչ-որ ուրիշ բան անենք։ Կապացուցենք դա, որ ես կապացուցեմ։ Ու հենց ապացուցեցի, դրան փրկող չի լինելու։ Ինչ հայտնվել ես իմ կյանքում միայն խնդիրներ է ստեղծել ինձ համար։ Ամեն վայրկյան, ամեն րոպե միայն խնդիրներ է ստեղծել։ Հիմա էլ։ Հիմա էլ Մարիիս կյանքում ես խնդիրներ ստեղծում։ Բայց ես քեզ երբեք չեմ ատել կարող։ Նույնիսկ խղճում եմ։ Շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ քո շնորհիվ Մարիին ունեմ։ Ու որ փրկեցիր նրա կյանքը։ Հուսամ շուտ կապանքինվես ու կվերադառնաս ընտանիքիդ մոտ։
Այդ 7-րդ սեղանի պատվերն ես պատրաստում, Շուշի ջան։ Հա, սառը սուրճը պատրաստ եմ, վերջացնեմ ու անցնեմ կոկտեյլներին։ Բա ես ինչով օգնեմ։ Դու մի քանի վայրկյան նստի հանգստացի։ Այդ մի քանի վայրկյանը փրկություն չի։ Կուզես սառը սուրճ պատրաստեմ, վայելես։ Այ եթե տենց պատվի արժանացնես, ես քեզ Օսկար եմ տալու։ Օսկարը քեզ պահի, մեծ սիրով կպատրաստեմ։ Լավ։ Շուշի գիտես չէ, ուզում եմ շուտ ժամանակ անցնի օբյեկտը փակեն գնանք Պուճուրի մոտ։ Լուրջ ես ասում այսօր է։ Ինչի դու գիտեր կատակ է անում, որ ասում է ամեն օր պետքա գնանք Պուճուրի հետ նստենք, ասենք, խոսանք, որ այդ ստրեսային վիճակներից դուրս գա։ Դե չգիտեի, որ քո ասելը այդ ամեն օրը հենց ամեն օր է։ Մանավանդ որ ծանրաբեռնված աշխատում ես։ Դե հա, ինչքան կարանք պետքա շատ ժամանակ անցկացնենք Մարի հետ։ Հետո զգացել ես ինքը մեր հետ ոնց է ծրվում։ Ճիշտ ես ասում, Մարին մեր հետ իրեն շատ լավ ազգում ու մոռանում է իր խնդիրների մասին։ Ամենահավեսը գիտես որն է, որ ժպտում է։ Հա։ Շուշի, իսկ այն դպրոցի դասարանի այդ տհաճ միջադեպից ինչ նորություն կա, երեխեքը ինչ են խոսում։ Նորություն չկա, բայց որ լինի, հաստատ կիմանանք։ Պատկերացնում եմ Մարիի վիճակը, թե չէ այն քիչ էր, հիմա էլ է ավելացել։ Շատ անեղվել Մարին, Արևշատյանն էլ։ Երեխեքը սկզբից որ տեսան, շատ զարմացան, բայց հետո որ Մարիի նեղվածությունը զգացին, իրենք էլ սկսեցին իրենց վատ զգալ։ Մենակ թե իմանամ ով է այդ ամեն ինչ անում։ Իմ ձևով պատժելու եմ։ Մենակ չես ես էլ։ Լավ, սուրճը արդեն պատրաստ է, մնում է արդեն անցնեմ կոկտեյլներին։ Գլուխ կհանես, թե օգնեմ։ Չգիտեմ, բայց կողքից նայ, եթե ինչ-որ բան սխալ անեմ, օգնես։ Անպայման։ Սպասի Անուշ։ Կարելի է իմանալ ինչ ես անում այստեղ։ Կարծում եմ պետք է որ պարզ լիներ։ Դու ինչ գործ ունես իմ ամուսնու հետ։ Ես առհասարակ ոչ քո, ոչ էլ որևէ մեկի ամուսնու հետ ոչ մի գործ չունեմ։ Հա? Իսկ այդ դեպքում ինչ ես եկել հիվանդանոց։ Ես Կարոյին ուղղակի շնորհակալ եմ, որ աղջկաս կյանքն է փրկել։ Իսկ քեզ հետ ոչ մի հարց ու պատասխան չունեմ։ Իսկ ես ունեմ։ Մի օր դու ես գալիս, մի օր աղջիկ տա գալիս։ Ինչի համար եք գալիս հասնում հիվանդանոց, որ հիանաք, հա, ուրախանաք, որ Կարոյին այս վիճակի մեջ եք գցել։ Ճիշտ է, դու երբեք էլ նրբանկատությամբ աչքի չես ընկել։ Բայց հիմա այս խոսքերդ կվերագրեմ հոգեվիճակիդ։ Անուշ, ես քեզ ուղղակի վերջին անգամ եմ զգուշացնում։ Դու ու աղջիկդ հեռու մնացեք իմ ընտանիքից, առավել ևս իմ ամուսնուց։ Կարող ես վստահ լինել, որ ամուսինդ ոչ ինձ, ոչ էլ աղջկաս չի հետաքրքրում։ Այդ դեպքում ինչ եք օրը մեկդ գալիս։ Մարին իր հոր մոտ է եկել, ոչ թե քո ամուսնու։ Ես էլ նրան շնորհակալ եմ, որ աղջկաս կյանքն է փրկել։ Այնպես որ կարող ես հանգիստ լինել, Լիդիա։ Շատ իզուր եք գալիս, որովհետև ես երբեք չեմ ընդունելու ձեր ներկայությունը մեր կյանքում։ Ցտեսություն, Լիդիա։ Առողջություն ամուսնուդ։ Նարա ջան, համաձայն եմ շատ սիրում ծաղիկներ են, բայց ումից է ստացել։ Բայց ինչ գիտես, որ ստացել եմ, կարող է առել եմ, որ նվիժեմ։ Լավ, համարեք ես անհեթեթությունը չլսեցի, ումից է ստացել ես ինարը։ Լավ, կասեմ, բայց խոստացի, որ չես փշոտելու։ Չեմ կարա խոստանամ, ասա։ Չէ, խոստացի։ Լավ, խոստանում եմ, ասա, Նարա ջան։ Տիգրանն է ուղարկել։
Տես Միշ, դու խոստացար, որ չես փշոտելու։ Նենց որ բան չասես ու տրամադրությունս էլ չփչացնես։ Լավ, ասենք որ բան չասեմ։ Դու մեկը չգիտես, որ այս ամեն ինչ ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց ասա, որ Տիգրանը լավ ճաշակ ունի։ Ձեր ես առնում Նարեկ ջան։ Հանունից պիտի քեզ զսպես, Միշ։ Այնա չես տենում, փորձում եմ զսպեմ։ Լավ, հələ լսի։ Ես երբ ես ստացել այս ծաղիկները։ Երբ որ դասից տուն եկա, արդեն տանն էին։ Այսինքն դու չես դիմավորել այս ծաղիկները։ Չէ, քերին առաքիչին դիմավորել։ Բա որտեղից ես ենթադրել, որ հենց Տիկոնը նվիր է։ Վայ Միշ, հո նախնադարում չենք ապրում, ծաղիկների մեջ բացիկ էլ կար։ Լավ, կոնկրետ, հələ մի հատ ասա կոնկրետ երբ ա եղել։ Ճշտել ես քերից։ Վայ Միշ, ինչի համար ես տենց կենտրոնացել ծաղիկների վրա։ Լավա չես հարցնում, որ ջերմոցում են աճեցրել։ Ինչի համար ես հարցնում։ Ինչ կարևոր են դրանք քո համար։ Նարեկ ջան, որ հարցնում եմ, ուրեմն կարևոր են, պատասխանը եթե գիտես։ Դե ես էլ եմ էդ ասում։ Եթե կարևոր է, ասա ես էլ իմանամ։ Որ քեզ վերաբերվեր կասեի։ Ավելի լավա գնամ հաց դնեմ, թե չէ էլի կռվելու ենք։ Ես հաց չեմ ուտում, սոված չեմ։ Բաց այդ գործ ունեմ դուրս եմ գալի արդեն։ Նարեկ ջան, դու շարունակի քո ծաղիկներով հիանալ, ես գնացի։ Ուշ կգաս Միշ։ Ոնց որ միշտ Նարեկ ջան։ Լավ, բա ես ինչ անեմ, որ դուք իրար սենց չատեք։ Երանի խոսել իմանայիք ու հիմա ինձ ասեիք ինչ անեմ, որ Միշոն ու Տիգրանն իրար հետ հաշտ լինեն։ Բայց դե ոչինչ, էդ օրն էլ կգա։ Ինձ տանես։ Տանը, բայց ինչի սենց։ Ասպես ոնց։ Այրայված։ Շորբան է եղել։ Դե միջանցքում Լիդիային հանդիպեցի, մի քիչ բարկացրեց։ Մի քիչ։ Դե մի քիչ շատ։ Պատկերացնում եմ ինչ թունոտ ողջուններ են պտտվել օդում։ Ու ինչ խոսեցիք։ Ինչ բարձվեց, ով է ավելի շատ կարոյի առողջության համար անհանգստանում։ Կատակը տեղին չէր։ Բայց ես կատակ չեմ անում։ Ուղղակի մի քիչ խանդում եմ։ Ինձ ստոնդար ճանապարհին կխանդես։ Բայց ում մտքով կանցներ, որ կգա մի օր, որ ես իմ կամքով, իմ մեքենայով քեզ կբերեմ կարոյին տեսակցության։ Ում ասեմ չի հավատա։ Կարող էիր չբերել։ Որ չբերեի չէի գալու։ Իհարկե գալու էի։ Ուզում ես ասես, որ եթե ես քեզ չբերեի ու իմանայի, որ դեմ եմ, որ դու գաս իմանաս կարոյի որպիսությունը, դու մեկա գալու էիր։ Ինչի կասկածում ես։ Հակառակի պես չեմ կասկածում, ուղղակի հույս ունեի, որ կարող եմ մի քիչ նրբանկատություն ունենաս այս բանին։ Ես այդպեսին չեմ։ Ես չեմ էլ կասկածում, լաչարս։ Այս աղջիկը ոնց որ տիզ լինի, տեղի անտեղի զանգում է։ Ասա Ռեբեկա։ Էդո հո չեմ խանգարում։ Չէ, ասա։ Ճիշտն ասած, տենց հատուկ բան չունեմ ասելու, ուղղակի դասարանում խառնաշփոթ եմ նկատել, որի մասին ուզեցի կիսվեմ քո հետ։ Ինչ խառնաշփոթ, Ռեբեկա։ Դե այսօր տղաները մի տեսակ էին։ Ինձ թվում է իրանք ինչ-որ մեկի հաշվով կասկածներ ունեն։ Զգում եմ, որ հաստատ ինչ-որ բան են իմացել այդ ձայնագրության հետ կապված։ Բայց ինչի ես տենց մտածում, ինչ-որ բան ես լսել։ Դե այսօր դասերից հետո տուն էին գնում, Դավոն պետքա մագային ճանապարհ էր, բայց ասեց, որ իմ հետ գնա տուն, որովհետև ինքը ինչ-որ կարևոր հանդիպում ունի։ Ռեբեկա, հո դու գիժ չես։ Բայց ինչի ես տենց ասում, որ Որովհետև այդ Դավոյա, չգիտեմ ինչա, 1000 տեղ կարա գնա, 1000 գործ կարա ունենա, այդ չի նշանակում, որ այսօրվա մեր կազմակերպածի հետ կարա կապ ունենա։ ասում եմ, զգում եմ, որ տենց հա։ Ռեբեկա, աղբոր պես խնդրում եմ, անիմաստ բաների համար կարաս ինձ չզանգես։ Բայց դու ես չէ ինձ ասել Էդո, որ հանկարծ դասանում մի տարօրինակ բան տեսնեմ, զանգեմ քեզ տեղեկացնեմ դրա մասին։
Ռեբեկա, ես քեզ ասել եմ զանգի, երբ որ քո ականջով կամ քո աչքերով կտեսնես տարօրինակ բան, որը պետքա ես իմանամ։ Իզուր ես տենց ասում Էդո, իմ սիրտը հենց նենց բան չի զգում։ Եթե ես անհանգստություն եմ զգում, ուրեմն հաստատ ստեղ մի բան են չի։ Ես քո զգացածների հետ կապված ոչ մի բան չեմ ասել։ Նենց որ ամեն ստից բանի համարս մի հավաքի ու մի զանգի ինձ։ Լավ, հասկացա։ Բայց եթե հետո մի բան բաց թողնենք, ինձ չմեղադրես այդ հարցում։ Զանգի ինձ այն ժամանակ, երբ որ հետաքրքիր ու կարևոր ինֆորմացիա կունենաս իմ համար։ Հուսով եմ հասկացանք իրար։ Եղավ լավ, հաջող։ Մեկա ստեղ մի բան են չի։ Ու ես կիմանամ ինչ է։ Ու դու կտեսնես, որ ես ճիշտ էի Էդո։ Այսուր եք սենց շտապում, պարոն Ֆարադե, այսուր։ Ես փախչել եմ սովորում Միքայել։ Եթե գաղտնիք չի կարողա պատմեկումից։ Ես փախչել եմ սովորում մի վհուկից։ Այո, ես նրա անունը տալ չեմ կարող, որովհետև ինձ թվում է նա այստեղ ականջներ ունի։ Լավ էլի, պարոն Ֆարադեի, միջնադարում լինենք ես ձեր առաջադրած մեղադրանքների համար այդ խեղճ մարդունքը վառեին է։ Մի րոպե Միքայել, դու ինձ չես հավատում, ես քեզ անկեղծ եմ ասում, նա սատանա է։ Հավատում եմ։ Բայց ասում կարող եմ մի քիչ դադար տակել, իսկ շնչահեղձ կլինեք ինձ թվում է։ Ոչ, ես պետք է սովորեմ շատ լավ փախչել։ Գիտեք ինչ մտքովս անցավ։ Ասում կարող եք կարիք կա տղաներին ասեմ ընկերներիս, մենք միջամտենք ինչ-որ բանով օգնենք, Շատ շնորհակալ եմ Միքայել ջան առաջարկի համար, բայց կարծում եմ դրա կարիքը չկա։ Սա իմ հարցն է, ես ինքս պետք է լուծեմ։ Պարոն Ֆարադե, հիմա դուք փախնում եք այդ հարցից թե լուծում, պես ինչ անկողնորոշ վիճակ է։ Ասեմ Միքայել ջան, նախ ես կփորձեմ դիմադրել, հետո պայքարել, իսկ եթե չստացվի, այն ինչ որ սովորում եմ կանեմ, կփախչեմ։ Հասկացա, բայց մենակ խնդրում եմ շատ հեռու չփախնեք, կարոտում ենք ձեզ։ Երավ։ Տեսնում եմ ծաղիկները դու եկել է։ Մի քիչ։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչ առիթով են։ Լավ ասմունքում ես։ Առաջին անգամ եմ ասմունքելու համար ծաղիկներ ստանում։ Դրանից առաջ միայն գնահատականներ եմ ստացել։ Մյուս անգամ հաշվի կառնեմ։ Որոշել ես Արևշեցյանին փոխարինել։
Գուցե կօգնի որ ժպտաս։ Ծաղիկներն էլ բավական են։ Շնորհակալ եմ։ Ամեն անգամ, երբ ինձ թվում է, որ մեր հարաբերությունները լավ են, ամեն ինչ կարգավորվում է, դու մի հատ լաչառությունով իմ բոլոր պատրանքները տալիս ես պատին։ Որովհետև դու ինքնասիրահարված բռի ես։ Ում թվում է թե աշխարհն է շուրջն է պատտվում, ու ինչ հասես, ես պետք է հալած յուղի պես ընդունեմ։ Բայց հիշիր, այդպես չի կարող լինել ու չի լինելու։ Բացարձակ սուտ։ Սուտ չի, այդպես է որ կա։ Հանուն արդարության ասեմ, որ ես երբեք չեմ մտածել, որ դու իմ ասացները պիտի հալած յուղի պես ընդունես, բայց դրանց հետ պիտի հաշվի նստես։ Պարտավոր ես։ Ամենևին էլ պարտավոր չեմ։ Պարտավոր ես։ Ինչու՞։ Ինչու եմ պարտավոր կասես։ Որովհետև շատ շուտով դառնալու ես իմ կինը։ Իսկ կինը պիտի լինի հնազանդ, համաձայնի ամուսնու կարծիքի հետ, եւ այդպես շարունակ ու նման բաներ։ Դա քեզ միայն թվում է, բռնապետ։ Բռնապետ։ Այս ոսկեղենիկ հայերենիք մեջ նոր բառ է հայտնվել, հա։ Ոչ, ամենևին էլ նոր բառ չէ։ Վաղուց իմ բառացանկում կար։ Ուղղակի հարմար առիթի էի սպասում, որ շռայլեմ քեզ, որ քեզ լիարժեք շոյված զգաս։ Ասեմ, որ դա քեզ հաջողվեց։ Գիտեմ։ Ոչինչ, խոսա, Լիդիայի մուրը ինձանից հանի, թող սիրտդ հովանա։ Բայց հիշի, որ քեզ էլ հիվանդանոց չեմ տանելու։ Կզանգես, բժշկից կիմանաս կարոն ոնց է, ոնց չի։ Սրանից հետո էլ քեզ հիվանդանոց տանող չկա։ Իսկ ես չեմ էլ խնդրի, որ բերես։ Տաքսի կկանչեմ ու կգամ։ Այդ դեռ կտեսնենք։ Չորկող։ Մեծամիտ։ Լաչար։ Բռի։ Ինքնագլուխ կոտոշավոր։ Աննրբանկատ անտակտ։ Ինչու կանգնեցիր։ Ոնց տեսնում ես, ես նստած եմ, մեքենան է կանգնել։ Քեզ 1000 անգամ ասել եմ ինձ մի ջղայնացրա, հենց դու ինձ ջղայնացնում ես, մեքենան կանգնում է, չի աշխատում։ Իհարկե, ելի ես եմ եղավոր, որ մեքենա տանսարք է։ Բա ում մեքենայի մեջ այսքան լաչառություն անել, այդ խեղճ մեքենան աշխատի։ Հիմա ինքը խիստ նեղացած է, որ իր տիրոջը սենց են վարվում։ Բա հիմա ինչ ենք անելու։ Խոսքերից մեքենան փչացավ։ Վայ վան։ Միայն քո մտքով կարող էր նման բան անցնել։ Աննորմալ։ Հա կյանքս։ Ոնց ես երաշկս ինչ ես անում։ Նորմալ դե գիրք եմ կարդում։ Շատ ճիշտ ես անում, այդպես հետաքրքիր բաներով զբաղվիր, որ անիմաստ բաների վրա տրամադրությունը չգցես։ Դու ինչ ես անում, հասար մարզասրահ։ Մարզասրահում եմ ու դու մենակ տեսնես ով աստեղ ու ինչ է անում։ Ով է որ։ Արի կլինի հազարավոր խոսքերի փոխարեն քեզ մի հատ վիդեո ուղարկեմ։ Նայի, այնքան ես ծիծաղալու ուշքդ գնա։ Լավ, ուղարկի դե։ Մարս, բայց ապահովության համար մի բաժակ ջուր վերցրա, որովհետև Նենց վիդեո լինելու ասում եմ շատ վտանգավոր է, էլի կարող է իրոք ուշքդ գնա։ Դե չեմ համբերում, լավ ուղարկի։ Լավ, սերս ես ուղարկի։ Ինչի համար է Ֆարադրեյան սենց տանջում։ Չգիտեմ կյանքս, բայց շուտ մեղույ է կծել, բայց այս քանի օրը ձենը կլսենք էլի։ Դե ինչ ասեմ, ստացվեց տրամադրությունս բարձրացնել։ Շատ լավ է, սերս, դե այդտենց բարձրել տրամադրությունը տվայի։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ մանս։
Ֆարադի, ասում եմ, հերիք չի այսօր փախնեք, մի քիչ էլ բնա եկով պարապենք փախնեք էլի։ Ոչ, ես պետք է շարունակեմ։ Հա, բայց այս տեմպերով մի քիչ շարունակեք, ձեզ այնքան եք վատս գալու, չհասցնի այդ մարդը ձեզ վտանգ հասցնի։ Լավ, եւս 2 րոպե եւ կդադարեցնեմ, բայց պայմանով։ Ինչ պայման։ Որ իմ այսօրվա պարապմունքը այսքանով չի ավարտվելու։ Ընդհանրապես խնդիր չկա։ Լիքը կպարապենք, մենակ թե Էրիկ, այլի դադարեցրեք ես վազքը, թե չէ արդեն իմ գլուխն է պտտվում, ոտերս է ցավում արդեն։ Ես կկամացածնեմ, քիչ կկանգնեմ։ Ահա, այսպես էլ չէ։ Այո։ Այսը մի չեն անում։ Եվ ֆինիշ։ Ահա, հիմա ուր են գնում։ Հիմա գնանք ենքում դոշ բրթենք։ Շատ լավ։ Տասը համարը դուր։ Անուշ, ես 9-ն ասում եմ 10-ը դուր։ Դե մի թիվ ես կողմ ինչ տարբերություն։ Լսի, կարող է դպրոցում քեզ հայոց լեզուն ու մաթեմատիկան նույն դասատուն է դասավանդել։ Այսինքն ասում եմ, դպրոցում մաթեմիտ ու հայոց լեզվիտ ուսուցիչը նույն մարդն է եղել։ Ես շատ լավ լսեցի դու ինչ ես ասում։ Ուղղակի իմաստը չհասկացա, ինչպես ես դա քեզ պատկերացնում։ Իմ մոտ տպավորությունն է, որ հայոցի դասատուն եղել է շատ լավը, բայց մաթեմատիկայից 0 է եղել, բայց ինքն է քեզ մաթեմ դասավանդել։ Ես հրաշալի եւ մաթեմատիկայի եւ հայոց լեզվի ուսուցիչներ եմ ունեցել, ովքեր իդեպ շատ նրբանկատ մարդիկ էին, ի տարբերություն քեզ, ումից ոչ մի քաղցր խոսք չեմ լսել այս ընթացքում։ Դե դու գիտես, ես միշտ ճշմարտություն եմ բարձրաձայնում, ու նաև գիտես, որ երբ որ ճշմարտությունը կողքին է, դա բարձրաձայնում, այսինքն ուրիշների շուրթերից ես լսում, շատ ծանր է ընդունելը։ Հա, հավելի ես շողոքորթել չեմ սիրում։ Հրաշալի, որովհետև ես էլ չեմ սիրում։ Տեսնում ես ինչ լավ է ստացվում։ Փաստորեն այս աշխարհում կան հենց բան, որ երկուսս էլ չենք սիրում։ Թե չէ այն բաները, որ ես եմ սիրում, դու չես սիրում, ինչը ես չեմ սիրում, քո ուշքը դրա համար գնում է, չէ՞։ Հոգնեցի։ Գիտես ինչ։ Ինքդ էլ այս ամեն ինչը արա, ինքդ վերանորոգիր, ինքդ գործիքները վերցրու, էլ չեմ պատրաստվում այս ամեն ինչը հանդուրժել ու լսել։ Ես մեքենայի մեջ կսպասեմ։ Արիգոնե վարորդի նստատեղին նստի, մի հատ գործի դիր շարժիչը տեսնենք աշխատես, թե չէ համարը վերջացրել եմ։ Բռի։ Լաչար։ Դուր։ Դե ուրիշ տղա եմ էլի, հո զոռով չի։ Մակ տեսար։ Ինչ Ռեբեկա։ Նարեի սթորին։ Չէ, չեմ տեսել, ինչա որ։ Մի հատ նայ էլի։ Գնում եմ Դավիթ հետ հանդիպման, փողոցում եմ, հարմար չի։ Ինչ ասթորի արել որ։
Շատ սիրուն ծաղիկներ ա գցել ու վրան սրտիկներ ա դրել։ Հա հետո։ Ես համոզված եմ, որ Տիկոն ա նվիրել Նարեին այդ ծաղիկները։ Տիկոին նշել, հա։ Չէ։ Բա ինչից վերցեցիր, որ Տիկոն ա ուղարկել։ Չէ, հաստատ Տիկոն ա նվիրել այդ ծաղիկները Նարեին։ Դու էիր ասում, Մագա, իրանք ամբողջ օրը իրար հետ են։ Ասել եմ, բայց ես չեմ մտածում, որ իրենց հարաբերությունները այնքան լավ ա, որ Տիկոն Նարեին պետքա ծաղիկներ ուղարկեր։ Չէ, Մագա, դու հիմա ինձ փորձում ես շեղես, բայց ես համոզված եմ։ Այդ Նարեն մենակ Տիկոյի հետ ա շփվում։ Ուրիշով կարար իրան ծաղիկ նվիրեր։ Ռեբեկա, դու գոնե հասկանում ես, թե ինչքան ես լարվել։ Քո այս ամեն ինչը քեզ լավ տեղ չի տանի, միած թափվի։ Կսպանեմ Նարեին, եթե հանկարծ իմանամ, որ Տիկոն ա նվիրել այդ ծաղիկները։ Մարիից բրծար հիմա էլ անցար Նարեին։ Մարիին էլ կսպանեմ։ Նարեին էլ, Տիկոին էլ կսպանեմ, ատում եմ բոլորին, ատում եմ։ Ռեբեկա, մի հատ հանգստացի։ Ոչ Մարիի, ոչ Նարեի, ոչ էլ Տիկոյի հետ դու գործ չունես, միած թափվի ու քեզ հավաքի։ Ինչ ուզում են թող անեն։ Քեզ այդքան լարվում։ Ալո։ Ռեբեկա։ Լրիվ գժվել է այս աղջիկը։ Ես նենց սիրո կարիք ունեմ, ոնց եմ ուզում ինձ սիրեն, հոգ տանեն իմ համար։ Էլեն սիրո կարիք բոլորը ունեն։ Ուղղակի ոչ բոլորն են խոստովանում։ Մտածում եմ, որ պետք է անպայման տան հարց լուծենք։ Մեր հետ որ վերադառնատուն, չեմ ուզում, որ վարձով տան մեջ ապրի։ Ուզում եմ իր սեփական տան մեջ ապրի։ Այդ ինձ համար շատ կարևոր է։ Այդ շատ լավ ես ասում, Պապսան։ Դու չես բարձրանա։ Ինչի։ Որ շարունակես ներվերս ուտել, ինչ որ բան կիսատա մնացել մոտդ։ Ոչ։ Որ լվացվես։ Ում մտքով կանցներ, որ այսենց երկուսիդ պատահական կհանդիպեի։ Ու ինչ լավ է, որ դուք էլ դեմ չեք, որ ես ձեզ միանամ։ Չէ, Նարե ջան։ Ով ասեց, որ մենք դեմ չենք։ Տեսա, որ երազիդ մեջ ես խոսում։ Լուչ։ Ու անուն է իր տալիս։ Գուշակի ում անունն ես տվել։ Վանի։ Ֆարադեի։ Դավելի մարս ամբողջ դասարանով փախնում ենք։ Դու ախր պատկերացնում ես, եթե լանջուրին իմանա, մեր ու դասների գլխին ինչ կբերի։ Քել հլը լանջուն ու պահաճը ստեղծված չմտածենք լուծումների մասին, էլի։ Հիմա մեր խնդիրը շոկն է։ Մի բողոքիր աղջիկ։ Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Հենա ասա, էրշը գեղեցկության մրցույթը հաղթել է։ Ո՞վ։ Ավանակը, մորքուր, ավանակը։